Ազատ մի թրջունեմ իմ երկն ու հնչյուն Վրաստանում Հայաստանի դեսպանության առջև բողոքի ակցիա էր ի պաշտպանություն այս օրերին թիրախավորված հայոց եկեղեցու եւ վեհափառ հայրապետի հեռու մնա հայ առաքելական եկեղեցուց կարգախոսով ակցիայի ժամանակ մասնակիցները պաստառներ էին պարզել վանկարկելով պայքար։ Ինձ համար շատ ցավալի է, որ այսօր ես ստիպված եմ ստեղ գտնվել եւ համոզված եմ այսքան մարդը որ եկել են իրենց համար դա ցավալի փաստ է, բայց որովհետեւ այսքան տարիներ շարունակ մենք մեր պայքարը Վրաստանում մղել ենք հայկական շահերի պահպանելու համար, Հայաստանի շահերը պահպանելու համար է եղել, թշնամի պետությունների, դեսպանատների առջև ենք դա արել, կամ թեկուզ մեր երկրում Վրաստանում, այսինքն հայության շահերը պաշտպանելու համար, բայց այսօր մենք ստիպված ենք այստեղ գտնվել, որովհետև այս մարդիկ, ովքեր որ արդեն տարիներ շարունակ զավթել են իշխանությունը Հայաստանում, իրենք ծրագրված քանդում են Հայաստանը, քանդում են հայությունը, պարակտում են հայությունը եւ իրենց պատճառով, իրենց ծրագրված այս ամեն ինչ ես համարում եմ դա ծրագրված եւ ոչ թե ապաշտոր քաղաքականության շնորհիվ է դա իրենք հասան նրան որ մենք կորցրեցինք Արցախը վերջնականապես հայաթափվեց եւ այսօրվա դրությամբ արդեն իրենք հասան նրան, որ պարակտում են Սփյուռքը եւ պարակտում են արդեն եկեղեցին եւ բացահայտ հարձակումներ են ձեռնարկում արդեն եկեղեցու նկատմամբ Վրաստանի հայ համայնք հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Միրզոյանն իր ելույթում անդրադարձավ Արցախի հայաթափման ու Հայաստանում տիրող իրավիճակին, նշեց, որ Վրաստանի հայ համայնք կազմակերպությունը պատրաստակամ աջակցելու է հայոց եկեղեցուն, քրիստոնյա հավատացյալներին ու վեհափառ հայրապետին։ Մեր ստեղ գալու նպատակը հիմնական նա է, որ չի հաջողվելու հերու մնացեք մեր եկեղեցուց եւ լիքը թշնամիներ են եղել դարեր շարունակ, ովքեր որ փորձել են հարվածել, պարակտել եկեղեցին, դա իրենց մոտ չի հաջողվել եւ միանշանակ իրենց մոտ դա չի հաջողվելու, որովհետեւ հայ ժողովուրդը ես վստահ եմ, ինչքան էլ մենք sense բարի լինենք, ինչքան էլ մենք հեշտ հավատացող եղնենք եւ լավատես եղնենք, մենք ի վիճակի ենք այս չարիքը արդեն հասկանալու, տեսնելու եւ ես այլևս չեմ պատկերացնում ավելի ինչ պետք է արվի, ավելի ինչ պետք է պատահի մեր ժողովրդի հետ, մեր ազգի հետ, Հայաստանի հետ, որ ինչ որ sense զգալի հատված մեր հայության ուշքի գա հասկանա թե ինչ դժբախտ եւ դժվար ժամանակներ ենք ապրում եւ պետք է ուշքի գանք։ Բողոքի ակցիայի ժամանակ ընթերցվեց Վրաստանի հայ համայնք հասարակական կազմակերպության հայտարարությունը, որում մասնավորապես ասվում է Վրաստանի հայ համայնքը եւ ազատ քաղաքացիական անհատներ խորը մտահոգությամբ ու վրդովմամբ արձագանքում ենք Հայաստանի իշխանությունների կողմից եկեղեցու նկատմամբ իրականացվող պարբերական ու հետևողական հարձակումներին։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցին պարզապես կրոնական կառույց չէ, դա մեր ինքնության ողնաշարն է, ազգային ոգու, պատմական հիշողության եւ միասնության կենթանի մարմնավորումը դարերի ընթացքում այն եղել է մեր պայքարի վերածնման ու գոյատևման հենքը, մեր խղճի ու հոգու պահապանը։ Այսօր, երբ հայ ժողովուրդը ապրում է պատմական ծանրագույն հետևանքները, Արցախից տեղահանություն, Բաքվում բանտարկյալ հայ ռազմագերիներ ու քաղաքական գործիչներ, տարածքային կորուստներ եւ ազգային արժանապատվության ճգնաժամ, հենց այս պահին թիրախավորել եկեղեցին նշանակում է հարվածել հայության հիմքերին։ Իդեպ բողոքի ակցիան ուղեկցվում էր հայրենասիրական երգ-երաժշտությամբ։ Իշխանությունները Հայաստանի որևէ իրավունք չունի, ոչ ոք իրավունք չունի խառնվել մեր եկեղեցու կյանքում, դա այդպես եղել է եւ դա այդպես շարունակվելու է եւ ոչ ոքի մոտ դա չի հաջողվելու։ Եթե կան ինչ որ հարցեր ու այդ հարցերը այսինքն այդքան լուրջ են, դա միանշանակ կլուծվի հենց եւ կլուծի դա եկեղեցական խորհուրդը, եկեղեցին եւ որևէ մեկը, ոչ ժողովուրդը, ոչ պետությունը Հայաստանի իրավունք չունի խառնվել դրա մեջ եւ այսպես խայտարակել եւ պարակտել ժողովրդին եւ պետությունը խայտարակել, որովհետեւ ամբողջ ես ինչը հետևում եմ վրացական ալիքներին, բոլոր վրացական ալիքները ընդդիմադիր կեղնի թե պետական կապ չունի, այսինքն բոլորը խոսում են դրա մասին, որ Նիկոլ Փաշինյանը եւ Հայաստանի իշխանությունները բացահայտ սկսել են արշավ եկեղեցու դեմ եւ դա այսինքն դա պետք է լինի պատժել, դա դավաճանություն է։ Թշնամիների մոտ չի հաջողվել եւ ձեր մոտ չի հաջողվելու։